հավատացյալ լալու որակի մասին մի խոսենք, որովհետև պետք է ճանչնանք մենք մեզին։ Քրիստոնյայի խիճը, քրիստոնյա հավատացյալի խիճը մեղքերու նկատմամբ շատ արթուն է։ Այսինքն, երբ որ մեկը հավատացյալ կդառնա եւ լուրջ կերպով գարնա իր հավատքը, մեղքի նկատմամբ ըսկայություն կզարգացնի։ Իր խիճը ավելի հստակ կերպով շարունակ մեղքերու մասին կխոսի եւ քանի որ մենք մեղքերու ցուցակ ունենք մենք, 7 մահացու մեղքեր ունենք մենք, ուրեմն մենք մեր անձերը այդ մեղքերեն հերու բահերուս ենք։ Բայց նույնիսկ 7 մահացու մեղքերեն ավելի վտանգավոր վիճակներ կա հավատացյալի համար։ Եվ շատ անգամ մենք այդ վիճակներեն տեղյակ չենք։ Եվ կամ մենք մեզի այդ վիճակներու դեմ չենք պաշտպանել, որովհետև անոնք մեղք չեն, բայց վիճակներ են։ Եվ ես կուսեմ անոնց մեկու մասին խոսիր այսօր այդ վիճակներու մասին։ Հիմա մեր մեծ պահքի նպատակը հարգավտը մեր հավատքի հերոսներու վեսն լավն է։ Մեր հավատքի հերոսները սուրբերն են, աստվածաշնչային, եկեղեցական, հայ եկեղեցվոր, սուրբեր են, ծանոթ, անծանոթ, սուրբեր են, անոնցպես լալ մեր իդեալն է, ինչպես որ ամեն ֆուտբոլ խաղացողը նույնիսկ մանուկ լա, իր իդեալը Ռոնալդո լավն է, Մեսսի լավն է, այնպես որ եթե մեկը թենիս կխաղա, եթե մեկը մարզանքն է, եթե մեկը երգիչ է, իր ասպարեզին հերոսներուն վեսը լավուս է։ Ուրեմն մենք քրագանություն կգարտանք, աստվածաշունչ կգարտանք, սուրբերու քրագանություն կգարտանք, անոնց վեսը լավուս են։ Ուրեմն սուրբերու եւ մեր միջև ինչ տարբերություն կա։ Ինչու անոնք սուրբ են եւ մենք սուրբ չենք։ Անոնք ալ հավատացյալ են, մենք ալ հավատացյալ ենք։ Ինչ է անոնց եւ մեր միջև տարբերությունը։ Ուրեմն սերտիվը հարմարուլար կզրուցեինք այսպես, բայց 300 մարդը չեք գնացուցել, բարձրապես հարցումը կուղեմ։ Ինչ է անոնց եւ մեր տարբերությունը, կատեգորիկ տարբերությունը կա, որ այսօր անոն մասին խոսենք ուզեմ։ Այսինքն մեզի ծանոթ այդ սուրբերը եկեղեցին սուրբ ուզալով վրճագած են, մեզի պես հավատացյալներ էին, բայց մեզ հավատքի որակի տարբերություն ունեին, անոնք ընդմիշտ հավատացյալ եղած են։ Այսինքն շարունակ անընդհատ հավատացյալ լավ հաջողած են։ Իսկ մենք երբեմն հավատացյալ ենք։ Ուրեմն մենք երբեմն հավատացյալ ենք։ Ասիկա քիչ մը նվաստացուցիչ կհնչեցես, չէ՞, դու ասես որ ես հավատացյալ եմ, չդագից կերպով հավատացյալ եղած օրես սկսյալ երբեք անհավատ չեմ եղած ես, չէ, անհավատի չես եղած, բայց երբեմն հավատացյալ եղած ենք։ Եթե ընդմիշտ հավատացյալ ունենք, հիմա մենք ալ հրեշտակի թևեր ունենային մեր գրնակը եւ մեր երեսի մոսիցինս կփայլեր այդպես։ Ուրեմն այսօր մենք պիտի խոսենք այդ երբեմն հավատացյալ ունելու հանգամանքի մասին, որ մենք մեզի չենք վայելցներ, բայց իմ խոսքից ընթացքին պիտի համոզվիկ, որ մենք հավատացյալ ենք, բայց տակավին մեր հավատքը երբեմն հավատք է։ Մենք ընդհատյալ հավատացյալներ ենք, ընդհատված հավատքներ ունենք, իսկ սուրբերը ընդմիշտ հավատք ունին։ Հիմա առաջին մեր օրինակը պիտի առնենք Ծննդոց գիրք
5-րդ գլուխ 21-րդ համարեն Ենովքը 165 տարի ապրելուց հետո ծնեց Մաթուսաղային։ Ենովքը Մաթուսաղային ծնելուց հետո Աստվածահաճո կյանքով ապրեց ևս 200 տարի։ Ծնեց ուստրեր ու թուստրեր, Ենովքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 365 տարի։ Ենովքը ապրեց Աստվածահաճո կյանքով և նրան ոչ ոք չգտավ, որովհետև Աստված նրան փոխադրել էր։ Ուրեմն Ենովքը մերկիցած բացի Տեր Հիսուս Քրիստոսեն այլ երկու մարդուսն է մեկն է։ Ենով և Ելիա ասում առանց մահ տեսնելու երկինք բարձրացան։ Ուրեմն Ենովքը 365 տարի ապրել է և աստվածահաճո կյանք ապրել է, շարունակ ապրել է և Աստված այնքան հավնած է, որ ասած է, որ դու հաջողած ես։ Իմ մարդեն սպասած ամեն ինչս ըրած ես դու։ Սավակներ ունեցար, թորներ ունեցար, թորներուն թորները տեսար, ապրեցար, շինեցիր, դնգեցիր, այդ բոլորի մեջ դու բոլոր քայլերը Աստծո հաջող արր։ Մենք այդ խոսքը նաև կտեսնենք Դանիելի մասին, Դանիել մարգարեի մասին կխոսվի, երբ որ Քրիստակը իրեն կհանդիպել և ասել ով շատ սիրված մարդ։ Ուրեմն Դանիելը ոչ միայն գսիրվեր թագավորի կողմը, ընկերների կողմը, ասկին կողմը, մարդոց կողմը, այլ նաև Աստծո և հրեշտակների կողմը սիրված մեկն էր։ Ինչու, որովհետև ընդմիշտ հավատացյալ էին ասում։ Թագավորը երբ որ հրաման հանեց, սա որ այս 15 օրերը ոչ ոք, ոչ մեկ Աստծո պիտի չպաշտե, միայն կայսրին պիտի պաշտե, միայն թագավորին պիտի պաշտե։ Եվ այս հրամը հանել դվին հատկապես Դանիելի համար, որպեսզի իր հավատքը փորձեն։ Ինչ կներ ասիգա պատուհանները կփանալ ամեն օր, թեպ Երուսաղեմ կդառնար եւ իր աղոթքը եւ իր պաշտամունքը կկատարեր աներևույթ Աստծո։ Դանիելը երբ որ հրամանը լսեց, կրնալսել որ պատուհանս կկոչեմ սենյակս ես կպաշտեմ, բայց շարունակեցավ նորեն փանած եւ պաշտեց խենթություն էր իր ուրացը, բայց չընդհատեց իր հավատքը, շարունակեց, թռնվեցավ, արյուններով քուփը նետվեցավ և հոնդը Աստված արյուններով թերանը կոչեց։ Նույնիսկ արյունները գրնային ուտել Դանիելը, բայց Դանիելը աներել մնաց իր հավատքի մեջ, չուզեց ընդհատվի։ Ուրեմն գա չընդհատված հավատքը, գա ընդհատված հավատ, անընդհատ հավատ, ընդմիշտ հավատ։ Եվ մեր նպատակը և իդեալը այդ ընդմիշտ հավատքին դիրանալն է։ Ուրիշ հատված մկարտանք, սերքիցած և սիրած սամոսներեն մեկը 62-րդ սամոսը կամ 63 Աստված Աստվածին քեզ եմ աղոթում առավոտյան հոգիս զարավ է քեզ առավել ևս մարմինին ինչպես անչուր չոր անաբաց երգիր որտեղ չկա ճանապարհ այնպես պիտի քու սրբարանում Երևան տեսնելու քո զորությունն ու փառքը քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է քան իմ կյանքը և իմ շրթունքները պիտի քովեն քեզ
Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ եւ հանուն քեզ ցերքերս վեր բարձրացնեմ։ Ասես ջարդի բարարդությունից պիտի հագենամ, փերանս ցնցալի շուրթներով քեզ պիտի օրհնի։ Երբ հիշում էի քեզ անգոնուս մեջ, արավոտ շատ վաղ խոսում էի քեզ հետ, որովհետև իմ օգնությանը եղար, քու թևերի հովանու ներքո պիտի ցնցամ, քեզ հետևեց անցնիմ եւ քու արջև եւ քու աջ ընդունեց ինձ։ Հիմա ասիգա Դավիթը գրեց. Ըսես այս տողերը քրողը ընդմիշտ հավատ ունեցողն է, թե մեզպես երբեմն հավատ ունեցողն է։ Ինչ կսեք? Ընդմիշտ ունեցողն է, չէ՞։ Բայց Սամոսին գլուխսավ էս կգրե։ Սամոս թավքի մինչ նա գտնվում էր Խութայի եգրի անաբարը։ Չէ, ցեզը բարիլուր ունիմ, այս Սամոսի քրոնալ մեզպես երբեմն հավատացյալ է։ Ավոր սկացումով այդպես խոսքեր կան, պորտքում կա, իր Սամոսներու մեջ երկ կա, բար կա, ցնցություն կա, բայց մենք Դավիթ մարգարեի, Դավիթ թագավորի կյանքը լավ գիտենք, Աստվածաշունչում արձանագրված է։ Ինքը ընդհատված հավատք ուներ։ Սուրբ Գիրքը կարդացողները գիտեն անոր կյանքը, իր ոչրագործությունը ամեղ մարդու, իր բոնգությունը, հետևաբար ամիսներով, թերևս տարիներով այդ Աստուծո չմոդենալու սկացումը եւ ի վերջո Նաթան մարգարեի քալը եւ իր երեսին իր սխալը լսելը, ուրեմն պետք է նաեւ 62-րդ Սամոսին կով գարտանք 51-րդ Սամոսը, ողնի Սամոսը, 32-րդ Սամոսը, ոսկորները սկսը կգոտրուվեր, մինչև որ քեզի մեղքս խոսեցա։ Ուրեմն ինչ կլա որ մարդիկ այդ հավատքին կընդհատեն, թաթար կտան։ Այս բաները հասկանալ մեզ համար կարևոր է, որովհետև մենք եթե չհասկանանք, այնադեմ մենք մեզի մեկ անգամ հավատացյալ եղած եւ ընդմիշտ հավատացած կրնանք կարծել։ Ուրեմն առաջին եւ ամենամեծ արգելքը մենք կտեսնենք հավատացյալ Գայենի կյանքի մեջ։ Ապել եւ Գայենի պատմությունը երբ որ կպատնվի, մենք միշտ կսենք, որ ապելը հավատացյալ էր, Գայենը անհավատ էր։ Բայց երբ որ մենք պատմությունը կգարտանք, կտեսնենք, որ Գայենն ալ հավատացյալ էր։ Գայենն ալ սիրել Աստված։ Գայենն ալ անոր զոհ մատուցեց։ Ուրեմն եկեք գարտանք Ծննդոց 4-րդ գլուխը, որոշ ժամանակ անց Գայենը հողի փերքից ընձա մատուցեց Աստծուն։ Ապելը նույնպես ընձա բերեց իր հոդի անդրանագիցներն եւ դրանց բարարտներից։ Աստված ընդունեց Ապելին եւ նրա ընձաները, իսկ Գայենին եւ նրա ընձային չնայեց։ Գայենը շատ տրտմեց եւ նրա թեմքը մռայլեց։ Դերը Աստված Գայենին ասաց. Ինչու դրտմեցիր քո թեմք, ինչու մռայլվեց, չէ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվիր, նա քեզ պիտի հնասանթվի եւ դու պիտի իշխես նրա վրա։ Ուրեմն երկու եղբայր, երկուսն ալ հավատացյալ, երկուսն ալ Աստուծո զոհ եւ ընձակ մատուցան են։ Մեկը հող են, մյուսը անասուն են։ Որոշ մարդիկ կսեն, որ Աստված անասունի զոհը կսիրեն։ Այսինքն հողերեն զոհը չի սիրել, անոր համար չանեցան։
բայց Աստված խոստել է գսե որ զոհը կարևոր չէ ինձ համար, զոհը մատուցանողի սիրտն է կարևոր։ Հավատացյալ ունվալը ինձ համար երկրորդական է, ինչ հավատքով և ինչ հոգիով գմատուցան է, այդ է ինձ համար կարևոր։ Ուրեմն, մենք ասկե սա պետք է հասկնանք, հավատացյալ եմ, բայց ներսս կարելի է Աստուծո անհաճո, հավատացյալի չվայելով, զգացումներ ունի։ Դակավին մեղքի չէ վերացված, բայց Աստծո անհաճո է և անոնցում է ամենեն կարևորը ադելությունն է։ Գայելը իր զոհը մատուցած ադենը իր եղբոր նկատմամբ ինչ ուներ ադելություն, ող, փարություն և Աստված անոր գսե որ լավ հավատացյալ ես կսիրես ինձի, ես ալ կսիրեմ քեզի, բայց ներսը փամ մգա որ անիգա քեզի անհաջող դարձնու։ Ես քեզի մերժեցի, որպեսզի տուն այդ սովես։ Անտիա եղածադենը ինձ հոնդը Կարդինալ Հյունգար անոր մասին անեկդոտ ու պատմասեին, ուրեմն իրենք եկեղեցի պիտի շինեն և հալուս մուր 1 միլիոն ստերլին նվիրած է։ Մարդուն անունը գլս է, մեծ դրամ է հարկավտը, Կարդինալ Հյունը գմերժե, չայլսը չեմ արներ այս մարդուն դրամը։ Ուրեմն մարդը գզանմանա և ինքը ոևը խնդիրալ չէ ունեցած կարդինալի հետ, ժամացություն գարն է և երկթալ։ Ուսե ինչու չարիր իմ դրամս, ինչ տնաստեսար ինձ մեն։ Կարդինալը գսե որ քու դրամըտ պետք չգա մեսի, մեսի թուն պետք ես։ Որպես հոս կայիր, որպեսի ծանոթանայինք մենք, անոր համար մերժեց։ Ուրեմն, Աստված գայենին գսե որ մերժեցի քու զոհըդ, որպեսը անդրադառնաս քու սխալդ։ Զոհը ընդունի չընդունի ինձ համար կարևոր չէ, կարևորը քու որակ ստանալիդ է, քու ցել ստանալիդ է, ինձի հաճելի վիճակի քալիդ է։ Ուրեմն ասոր համար է որ Աստված ուզե մեսի աստարարել, հավատացյալ ուլալըդ համը չփոխել, եթե սիրտիդ մեջ անհաջող զգացումներ կան, ինչպես որ Հիսուս գսե, չէ, եթե զոհ պիտի մատուցանես, ճիշտ այդ վարյանին միտքիդ մեջ եկավ, եղբորդ հետ խնդիր ունես, սկեց զոհըդ և քնա իր եղբորդ հետ հաշտել։ Մեր բարակային անիգա հաղորդություն արգել բանն է։ Հաղորդությունը մեղավորներուն համար է։ Այսինքն մենք սրբանալը հետո չեք գնալ ետալ և հաղորդություն արնել, պետք չի գար։ Թելը հիվանդը գարն է, որպես առողջանա։ Մենք հաղորդություն գարնենք, որպես Քրիստոսի գադարելությունը, մեր անգադարելությունը շտկել։ Հետևաբար մեղավորներու համար է, բայց պայմաններ կան։ Պետք է նախ հասկանաս, որ քու շտկելի բաներ ունես քու սիրտիդ մեջ, ուրիշ մարդկանց նկատմամբ։ Այնպես որ զորավոր զգացումները մեր հավատքը կընդհատեն։ Ինչպես որ նույնիսկ ամենեն գադարյալ ժամացույցի մեջ փոշի կամ ավազ մտնեն և կանգ կառնե այդ հրաշալի մեքենան, այդպես մեր հավատացյալի կյանքը կանգ կառնե, երբ որ զորավոր զգացումներ ունենք և անոնք Աստծո անհաջո են։ Մեր հոգին կփոթորկեն։ Համլետի խաղի մեջ տեսարան կա,
ուրեմն երբ որ Համլետը Դանիմարկացի իշխանը գսորվի, որ իր հայրը մերսուցած է իր հորեղբայրը, երբ հիմա թագավոր է, իզե մերսնել անգա, արիտ կտնդրել, և արիտը կգտնե իր հորեղբայրը թագավորը առանցին է իր սենյակի մեջ, պատրաստ է իր թաշունը, պիտի մերսնե, բայց կտեսնե, որ աղոտքի վրա է։ Գաղոտ է մարդը, ձունգ ընտրած է, և կսե, որ հիմա ես այս մարդը մերսնեմ, ուղագի տրախ պիտի երդեմ։ Այս մարդուն փարիք պիտի չնեմ, չէ իրեն այնպես ժամանակի մերսնեմ, որ ինչպես ինքը իմ հայրս մերսուց, քնացած ադեն այդպես, հանգարզակի ուղագի դիճող երդեմ։ Բայց հաննալ թատրոնի մեջ հորեղբայրը աղոթում է, կսե, որ ինչպես ես հիմա աղոթեմ քեզ, եղբայրս մերսուցի, անոր գինը արի, քեզը աղոթելու երես չունիմ ես, ամենը մերջին աղոթելիք մարդեմ ես, և չաղոթեր, զունգընտրած է, բայց չաղոթեր, ինչու, որովհետև այդ ըսկացումը կա, այդ Դավիթ մարգարեի ըսկացումը կա, երբ որ այդ ոչրագործությունը կատարած է, և աղոթել ուզե, գրգին սամոսներ գրել ուզե, չի գրնար, որովհետև հզոր ըսկացում կա իր մեջ, արգիլով։ Ուրեմն, սիրելիներ, մեր հավատացյալի կյանքը զորավոր խոսանքներու կողմէ կքշվի, կդարվի ամեն կողմ։ Ամեն ինչ մեր մեջի զորավոր զգացումներ արցնցնելու պատրաստ է։ Մեր զավակներու բարակաները, մեր փորձի բարակաները, մեր աբական, քաղաքական խնդիրները, մեզի վերաբերյալ եղած խնդիրները, ամենը մեր մեջի հզոր զգացումներ ստեղծեն։ Եվ այդ բոլորը ինչ կնեն մեր հավատքը կընդհատեն։ Մենք հավատացյալ ուղղալեն կթափվենք այդ ժամանակներ նորմալ, բնական, երբեմն անհավատ մարդուն կվերածվենք։ Հետո անիկա կանցնի, մենք մեզի կգտնենք, բայց արդեն ընդհատված է։ Սիսիփոսի անեցքը մեզի հետ կլինի։ Սիսիփոսը անեցքը գիտեք, թիցապանության մեջ աստվածները գալից են աստվածը Սիսիփոս անունով և պատիժն ասա է ժայրն ու գիտե արնել լերան կակակը պետք է հանանիկար և հող պետք է տնան։ Իր անեց պատիժը այդ է, բայց այն է որ ճիշտ կես ճամփան գպերեն ժայրի ետ կտարնա, կինա։ Ինքը վարվիշնա, վերստին գարնանիկա, ես ճիշտ պիտի մոդեցնը գրգին վարվիշնա։ Ուրեմն իր անեցկը այդպես է։ Մինչև աշխարհի վերջը միշտ այդ ժայրը գարնը, վեր տանիր գուսը, ճիշտ պիտի տանի ետ կտարնա։ Ուրեմն մեր վիճակն այսպես է, երբ որ մենք երբեմն հավատացյալ դառնանք։ Փամը գարնե մեզի ետ կդարձնեն անհավատության, անվստահության վիճակները, Աստուծո անհաճելի վիճակին։ Բայց քանի որ մեր զգացումները միշտ կփոխվին, այդ զգացումներու ջանգյան երբ որ փրկվենք, հանքի շունչ առնենք, կվերհիշենք մենք մեր հավատացյալ ուղղալը և վերստին կսկսենք աղոթելու, վերստին կսկսենք մեր հավատքի ճամփորդությունը շարունակելու։ Ուրեմն առաջին թեփքը հուզումներն են և զգացումներ են մեր ներքին աշխարհը դակն ու վրագն են։ Հիմա մեծ բախտի ընթացքին անոնց մասին մտածեմ։ Գա մարդիկ, որ չես ներել, գա մղձավանջներ, որ երազիք մեջ միշտ կգրտնվին, գա քո հոգի փոթորգով վիճակներ, կդիվանում,
որովհետև անոնք արգելք են, որ ընդմիշտ հավատացյալի վերածվես։ Ուրեմն մենք պետք է կապվենք տերմը և այդ տերը մեկ ձայրը մեր սիրտը պետք է լա, մյուս ձայրն ալ Աստված պետք է լա։ Անոր համար նավերը, երբ որ գբացվին ծով, խարիսկ կունենան, երգատ, որպեսզի նետեն և այդ երգատով ծովում ալիքները իրեն արնե, հոսանքները չարնե, չդանի, ուր պիտի գենա իմանա։ Ուրեմն պետք է մեր կյանքը խարիսկված պետք է լա և իսկացումներով պետք է շարժենք մենք։ Այսինքն իսկացումները պիտի կան, պիտի շարժեն մեզ հարգավ, բայց մենք պիտի չմոռնանք մենք ով ուլալը։ Անոր համար սիրելիներ մեր ամենեն կարևոր փորձությունը գուկա մեր իսկացումներով չի դրապետելը։ Ուրեմն այդ արգելքներն մեկնալ մեր հավատքը կասեցինով մեր ինքնավստահությունն է, որ Աստված մեզի հետ պիտի լա։ Մենք ինչ որ անենք, Աստված մեզի հետ կլա։ Եվ մենք միշտ կարող ենք ետ դառնալու իրեն, եւ երբ որ ետ դառնանք, ինքը ողորմածներ է եւ կընդունի մեզ։ Այդ ունի չէ, ծեր մեջ է։ Փառք Աստծո, որ Աստված այդպես է։ Աստվածաշունչի խոստումը այդ է։ Աստված պատրաստ է, եթե մենք երթանք եւ ներողություն խնդրենք, ինքն ալ պիտի ներե մեզ։ Եվ ասիկա մեծ արգելքներն մեկն է, որ մենք Աստված թեթևի գարնենք։ Աթամ եւ Այան սկսյալ, բոլոր մարդկային ցերը Աստված թեթևի գարն է, որովհետեւ Աստված անմիջապես չպատժեր։ Հիսուս սավ չէ, գայսրի իրավունքը գայսրին դվեք, Աստծո իրավունքը, Աստծո մենք կվախնանք գայսրեն։ Գայսրը ունի զինվորներ, ոստիկաններ, դուքանքներ, թերթեր, փանդեր, ձեձեր, դանչանքներ, հալազանքներ, հետևաբար գայսրեն իրավունքը կուտանք մենք, բայց Աստծո իրավունքը, քանի որ տակավին Աստված անմիջապես բադիչ չի սահմանել, հետևաբար մենք թեթևի գարն ենք։ Ուրեմն Աստվածաշունչը այսօր օրինակներով լեցուն է, բայց անոր ամենեն ցնցուն օրինակը հավանաբար Սամսոնն է։ Այն հերոսը, որ իր ուժը մազերուն մեջ էր, հրաշքով ծնած էր եւ Աստված ասած էր, որ իր ուժը միշտ պիտի պահպանվի, եթե մազերը չգտրվի։ Բայց ասիկա քախնիկ էր եւ ինքը պետք է պահպաներ։ Երկրորդ Աստված հրաման տված էր, ընդհանուր հրաման էր, գսեր որ օտար գիներու հետ պիտի չամուսնանաս։ Օտար աղջիկներ պիտի առնես, չառնես, աղջիկներն օտար ասկերում պիտի չդաս, որովհետեւ անոնք քեզի հեթանոսության պիտի տան։ Հետևաբար այս երկու հրամանը լավ գիտեր Սամսոնը։ Երկուքն ալ գոտրեց։ Գնաց որքան օտար աղջիկներ անոնց սիրահարվեցան։ Եվ ի վերջո բահեց իր քաղաքնիկը, բայց ի վերջո հայտնեց եւ այն գինը թավաճանեց եւ մազերը գտնվեցավ, փռնեցին իրեն եւ աչքերը գուրացուցին եւ անասունի պես ինքը աղաց գտածներ։ Հիմա Սամսոնի այլ հոգեվիճակը հավատացյալներու հետ է, մեզի հետ է եւ պետք է ուշադիր դառնանք մենք, որովհետեւ երկրորդ Աստծո սկիզբ իմաստությունը։ Հետևաբար այդ իմաստությունը մենք կգործունեցնենք, եթե Աստծո երկրը գործունեցնենք։ Եվ անիկա մեզ գխափանե։ Ուրեմն Սամսոնը մենք կտեսնենք, որ ամենեն շատ
փորձվեցավ գիներով։ Մեր կյանքի օրորոցյան մինչև քերեզման ամենեն զորավոր իսկացումներն մեկն է սերայինը։ Հոգեբանորեն մենք ամեն 4-5 վայրկյան ենք սերային փամը գմտացանք։ Անպայման գոշտ առումով սերային չէ, բայց այդպես ստեղծվել ենք, Աստված մագնիսը դրած է այլ եւ գնոջ միջև եւ այդ մագնիսով մենք կապրինք, պետք է ապրենք։ Սակայն այդ Աստծո կողմից դնորինված է, չափավորված է, օրենքներով սահմանված է մարդուն երջանկության եւ ընկերության առողջության համար, ամուսնության մեջ պահպանված է։ Բայց պատմությունը մեր ներկա կյանքը մեզ կփաստա, որ ամուսնությունն ալ չփրկել մարդը։ Այդ այնքան զորավոր իսկացում է, որ ամուսնությունն ալ չփրկել։ Հետևաբար մենք մեր հավատքի կյանքին մեջ, եթե երբեմն հավատացյալ ենք, այդ ընդհանումներուն եւ ուշադրության նայենք, մեր սերային իսկացումները շատ կարևոր դեր կունենան։ Որովհետև սերային իսկացումները, սերային ոտնձգությունները մեր սիրտի մեջ հետ կթողουν եւ Աստծո հետ մեր հարաբերությունը ստվերածում են, եթե կատարյալ կերպով չեն խափանում, բայց ստվերածում են։ Եվ բոլոր մարդիկ այս առումով պետք է ուշադրություն դարձնեն, այնպես որ հայրերու պատմության երբ որ մենք գնայինք, կհասկանանք, որ իրենց մեծակույն խնդիրը այդ եղել է, նույնիսկ անավատ կացերեն, բայց տակավին այն սերային կապանքները հոն են, որովհետև ի վերջո Աստված որպես բարդատրանք եւ պահանջվալուտրերը մեր բնության մեջ եւ երբ որ չես կնար դիրաբետել եւ հասկանալ, միայն իջնշես, այնադեն անիգա իր ավերիչ երևույթները ունենա, նույնիսկ մարմնապես սխալ չգործես, միտքովդ կսկսի սխալ գործելու եւ հատկապես մեր թարումարտությունը այս առումով թիշփախտ է, որովհետև այդպես ինչպես ասենք, ռմբագործում կա սերային, ամեն ինչ կարծես թե այդ սերայինի վրա հիմնված է։ Եվ թիշփախտաբար մենք հավատացյալներս կգործենք, որ որքան քիչ խոսենք այս հարցերով, այնքան կգործվին ասում։ Բայց այդպիսի բանը չկա։ Մենք միշտ այս աստեցության դակ ենք եւ ուշադիր դիտողանք։ Ան որ ընդմիշտ հավատացյալ ուլալուս է, պետք է անդրադառնա, որ իր կյանքի մեծակույն արգելքներն մեկն է կառավարել այդ սերային իսկացումը։ Ուրեմն ասիգա պետք է ամեն մարդ ցերկ առնի։ Թուրին չէ։ Այդ հայրերու պատմության մեջ անեկդոտ մգա մարդը աշիգա գսիրահարվի, աշիգը չուզեր, ասիգա գերտավանք ճգնության։ Բայց երբեք իր միտքեն չի գնար հանել այս աղջիկը, երբեմն վանքեն գպահին կապնավես քյուր գերտա այս աղջիկը դերու, օրը գսորվի, որ աղջիկը ամուսնացած է։ Բայց հոգ չէ, ինքը տակավին այդպես կմտած է, գերած է, հետո զավակ ունենա աղջիկը, բայց ինքը իր միտքեն չի գնար հանել, բայց գիտե, որ պետք է հանել, այսինքն իրրացիոնել է իր այդ կապվածությունը, օրը գսորվի, որ աղջիկը մեռած է, թաղած են, քերեզմանն ալքիր է, բայց նորեն միտքեն չերներ։ Եվ գավոթա Աստուծո չի գնար կրդվի, քիշերնը գերտա, քերեզմանը գպանա, աղջկա։ Թիագին գահասնի, արդեն պտած է, խոտած է, և կպատտվի անոր։ Իսա որ քուս սիրածը թայս է, այս կան քու միտքետ չելած է, Աստուծմեն ունիս նախամեծար, չապածըտ այս է, և այդպես հետո քերեզմանան գելն է,
այդ հոդը չլվացվեր, օրերով իր վրա կմնա եւ այդպես կփրկվի։ Բայց փրկվի գուցե, որովհետեւ գասկինա որ անդրամատան է, այսինքն իրրացիոնել է։ Հետևաբար մենք մեր սերային իսկացումով հասկանալով պետք է փրկվենք, լեզու գտնելով։ Հայտնի է որ Աստված ալուս է որ մենք այդ հարցով սպալվենք եւ անոր մեջ հասունանանք։ Աստված գիտե որ մենք ինչպիսի մարմին ունենք։ Անոր համար Հիսուսին շատ հեշտ է բոլորության թողնված գինը ներել։ Սեզ մե առաջինը նեղջ կորզով թողնել է, այդ առաջին քարը։ Հետևաբար երբ որ Տեր Հիսուս կսեր մի թադեք որպեսի չթադվիկ, ալ ավելի այսպիսի հարցերով է, մենք բոլորս մարդ ենք եւ մենք բոլորս այս տգալությունները գիտենք։ Բայց պետք է անդրադառնանք, որ այսիկա զորացում իսկացում է եւ մեզի վար գքաշի։ Հետևաբար վեր փասրանալ ուզող մարդը իրեն վար քաշող այս ուժով պետք է լեզու գտնել, պետք է լուծել այդ խնդիրը։ Եթե չլուծել, այնադեն կապված մնա։ Ասիկա մեր ընդմիշտ հավատացյալ չլալու պայմաններն մեկն է։ Այսինքն ընդմիշտ հավատացյալ եղողները այս խնդիրան փրկված չեն։ Պարզապես այս խնդիրը լուծած է։ Իրենց սիրտի մեջ, իրենց կամքի մեջ։ Հետևաբար մենք այս խնդիրը պիտի լուծենք։ Ուրիշ արգելքը, որ մենք երբեմն հավատացյալ ենք, տրամն է։ Տրամասիրությունն է։ Բոզայկալիս է, որ բոլոր չարություններուն մեկ արմատը, մեկ զորավոր արմատը արծաթասիրությունն է։ Ուրեմն մեր էության մեջ տրամի հագում ունենք, հարստանալու հագում ունենք, որովհետև անիկա մեզի վստահություն կբերե։ Անիկա մեզի Աստուծո բարեկամությունը կբերե։ Մամանանալ Աստված է, չէ՞։ Եվ բոլոր Աստվածներով ես ուժ ունեն։ Հետևաբար գուցենք այդ Աստուծո բարեկամը դառնալ։ Դերվիշկայերը այդպես աղկավիկ հակուսներով այդպես մուրացկալի պես շուգայի մեջ քայլում է, կտեսնե սևամորդ մեկը թակավորի պես ցակվել է։ Ոսկիներով վերցնե, ասա որ ով է այս սևամորդը, իսասիգա սուլտանին ծարանը։ Դերվիշի ցերքերի կփանասուծը, ով դերվիս է, սուլտանը իր ծարան ինչպես կհակվեցնե, թուն իր ծարան ինչպես կհակվեցնես։ Ուրեմն, իրավես, մեր Աստուծո հետ հարաբերության նույնիսկ ամենան մեծ խնդիրները այդ է, որ Աստված ինչու մեզ հարուստ չներ։ Պետք է Աստված մեզ հարուստ դարձնի։ Եթե հարուստ պիտի չնե, ինչ գործ ունի Աստված։ Եթե հարուստ Աստված ունի ես, որպես հայր, ես անոր որդին ինչպես աղքատ կրնամ ուղղալ։ Ուրեմն ասիկա Ամերիկայի մեջ զարգացված health and wealth gospel-ը առողջություն եւ փառքավաճություն, այսինքն եթե հավատացյալ ես, իստված ես առողջ լինելու ամեն ինչով, իստված ես հարուստ լինելու եւ Աստված իստված է քեզի առողջ պահելու եւ հարուստ լինելու, բարձրապես թուն ճամփան չես գիտես։ Եթե զորավոր հավատք ունենաս եւ որոշ փանացեւուններ ունենաս, որոշ համարները անկիր սորվիս եւ Աստուծո երեսին ես այդ համարները, Աստված քեզ առողջ ալուն է, հարուստ ալուն է։
Հիմա լուսոնները հարուստ կնե, առողջ կնե այդ տարբեր հարց է, բայց այս ավետարանը քարոզողները հարուստ կլան, իրենք հարուստ կլան։ Ուրեմն մարդուն հավատքը խափանով մեծակույն ուժերն մեկը նա հարստության փով իր հարաբերությունն է։ Ունենաս տարբեր հարց, չունենաս ալ տարբեր հարց։ Այսինքն ունեցար չես բրգվես, չունենաս նորան չես բրգվես։ Միշտ հարց գիտու ունենաս։ Ինչպես սերային խնդիրը, այդպես ալ հարստության խնդիրը։ Միշտ պիտի ունենաս։ Անգյալ թույլություն չկա։ Հիմա այս փողով փորձված մարդկանց ամենաքրիչակավոր որ մեկն է։ Ըստ ես Հութանը ամենեն զարմանալ է։ Սողոմոնը գա, այո, բայց ինքը արդեն թագավորի դղա էր։ Հոգը արդեն ինքը արդար և հարստացած է, բայց Հութան տարօրինակ է, Հութան մեզի հարմար օրինակ է, ինչու որովհետև հավատացյալ էր, և Իիսուս ետևեց եկուսավ ամեն ծախեց, ամեն ինչ թողուց, Իիսուսի ետևեն կնաց, հավանաբար Իիսուսյան առաջ շրամի կորզ գներ, անոր համար իրենց կանցանակը հանցնեցին Հութային, Իիսուս կտեսներ թերևս այդ դգարությունը, թերևս Սերկը քիչ տրամ անցնին է, շոյեն է այդ տրամները, այդ հակեցումը գարն է։ Բայց Հութային մեջ այդ որդը չմերավ և սատանան դեսավ անիկա։ Այսինքն Հութան 3 տարի տրամով չմեղանչեց։ Տրամը չկարողացավ իրեն անգում բաճարը, բայց խոներ և ինքը անոր լուծում չեր կդաց և երբ որ սատանան եկավ և խոսելու սկսավ իր սիրտին այդ արժանացությունը բարձրացավ իր մեջը և ուսավ որ ես սխալ ռացա մեր ակնկալած մեսիան այս չէ հետևաբար ես երթամ և թավաջանեմ Հիսուսին տրամարն եմ հոնդրեն, ինձ համար տրամակլուխ մը գլա, 30 արզատ, այսօրվան տրամավ $3,000։ So էշ, կոնեք 300 արզատ ուսեր, գուտայի նրան։ Այսին 30 արզատ, $3,000, թուք կծախեք ինձ $3,000։ Եվ 3 տարի Հիսուս հետ գերավ, խմեց, հրաշքները դեսավ, նույնիսկ Հիսուս անոր իշխանություն տվավ հրաշքներ գործելու, թևեր հանեց, $3,000 ծախեց։ Բայց իր մտածածը սա էր։ Ես այս $3,000 գարնեմ։ Բայց ասկյա ավելի կարևորը այս քահանայապետներու հավանությունը դշան։ Թուն վաճառականներ անոնցնով կորձ գնեմ ես։ Այսինքն իր միտքի մեջ սարկացավ տնտեսական ծրագիրներ, որ Աստուծո հաճելի չէր, բայց արդեն անիկա կփավեր իր կյանքը թունավորել։ Հետևաբար սիրելիներ պետք է ուշադիր ուլանք մենք մեզի խափանող ուժերուն թեմ և անոնցում եմ մեկնալ հարստանալու սևն է։ Ուրեմն ուրիշ արգելքը մեր հավատքը կասեցնող զվարճությունն է։ Մենք ուր ստեղծվեցանք տրախտի մեջ, ուր ուրախություն կա, Աստուծո ուրախություն կա, հանգստություն կա, հետևաբար մարդու սիրտը ուրախություն գուցե, զվարճություն գուցե, և զվարճանալու իրավունք ունենք, միշտ պետք չէ աշխատենք, հանգստանանք, լավ զգանք մենք,
Յանքի համը ստանան, աստվածալ գուզե ասիկա, բայց և այնպես զվարջանալու մեջ թույներ կան, մեր սիրտը և մեր միտքը գրավող թույներ։ Այսինքն բոլոր երգերը, որ մենք կհավնենք, աստվածահաճո չեն։ Բոլոր գինոները, որ գտենք, աստվածահաճո չեն։ Բոլոր բարերը, բոլոր հագուստները, բոլոր հարսանիքները, որ մենք մասնակցում ենք, Աստծո հաճելի չէ։ Ինչ պիտի ունենք, գսենք, որ մի պահ ես ունեմ, հետո վերստին հավատացյալ կրենք։ Եվ մի պահ կլինենք, միշտ հավատացյալ պիտի չլանք, չէ, արձակուր ծիսված կգար։ Միշտ հասկաշխադի աշակ է, ճիշտ մնալ կատարարն է։ Ուրեմն, Աստուծո մեջ չզվարջանալու, Աստուծմով հաճույք չգտնելու բարակային մեր սիրտը պիտի փնտրե աշխարհիկ հաճույքներ, աշխարհիկ զվարճություններ, աշխարհիկ երգեր։ Եթե մեր սիրտը բար չունի Աստուծո առջև, այնադեն մեր թևերը եւ ոտքերը վիրուսը բարեր, աշխարհիկ բարեր։ Հետևաբար, եթե մենք շրթունքներուն վրա շարական չգա, երգ չգա, այնադեն մեր շրթունքները պիտի փնտրե աշխարհիկ երգեր, անոնցմով զվարճանա։ Եվ այս բաներն մեզի կխափանեն։ Սեզի պատմած է, չէ, քնչումը ապաշխարած է եւ հավատացյալ դարձած է։ Բայց ինքը բարող է, այսինքն հարսանիքներն կհանեն եւ կբարեն, բայց հիմա ապաշխարած է, հարսանիքի գերտա, գսեն, որ աղջիկ քնա բարել, չէ, գսե ես ապաշխարած եմ, Աստված մեղք կգրե։ Ուրիշ երկ մը կնվակվի, գսեն, որ ելիր խանդավար է մտնոլորդը, չէ, գսե ես ապաշխարած եմ, Աստված մեղք կգրե։ Բայց ամեն մարդ կբարե, ի վերջո ամենայն սիրած երկ կգերկե։ Գտի չթմանար, կսկսի բարելու, մեկ կոմենալ վեր գնայի, ով դեր գսի, գուզես կրե, գուզես մի կրե։ Ես կդբարեմ։ Ուրեմն, մենք մեր մեջի աշխարի արմատներ ունենք։ Ես ավն եմ։ Ես պատիակ և սրպազան եմ, բայց մայրս ինձ այդպես չծնվեց։ Այսինքն 30 տարեկանին եկեղեցական դարձա ես։ Ասի որ ես Հիսուսեն ավելի խելացի չեմ, Հիսուսը սպասեց Աստծո որդին 30 տարեկանին։ Ես ասի կսպասեմ 30 տարեկան։ Ուրեմն մենք բոլորս այս աշխարհեն սերմեր և արմատներ ունենք և միշտ պետք է ուշադրել լանք անոնք դուրս կգան և կգասեցնեն մեր հավատքը և մեզի երբեմն հավատացյալներու կվերածեն։ Ընդհատված հավատացյալներու կդարձնեն։ Երբ որ Հռոմի դագը, Հռոմ քաղաքի դագը կաթոկոմներ կան, այսպես, քերեզմաններ։ Քրիստոնյաները 200 տարի այդ քերեզմաններու մեջ հավաքվեցան, հոնդերերը աղոթեցին, քահնավես, եւ անոր բادرուն քծեցին, քրեցին, եւ հոնդը նկար գրեցնեն, Քրիստոսի նկարն է, խաչկայավային եւ այլն, բայց ինքը հարբ կնվակ է Քրիստոսը։ Օրֆեուսի միթոլոգիայի այդ իմաժը Քրիստոսին վայելուցած է։ Ինչ է գիտեք այդ պատմությունը։ Օրֆեուսը, երբ որ հերոսը նավով ճամփորդը, գիտե որ սիրեններ կան այդպես, ծովի աղջիկներ, քեյցիկ երգերով կքրավեն եւ գմորնա նավորդներ ուր գերտան, ժայրերուն գծարնե, իրենց նավը գործանվի եւ գերգթարնան այս սիրենները։
ուրեմն երբ որ Օրփեուսը գիտաս իգա ինքնալավ երկիչը երբ որ այդ սիրենները երկելու լսեցին ինքնալ երկը իր երկը ավելի քեյսի գա եւ գճիշը միս բոլոր այդ քրավից ցայները եւ նավորդները ողջ առողջ այս ժայռերուն մեջտեղեն գացնին հանգիստ կերպով այսինքն քրիստոնյաներին կսեն այս աշխարհի քրավիչ երկերուն մեջ Քրիստոսի երկն է ամենեն կարևորը մեզ համար եթե անոր երկը լսենք մենք անոր խոսքերը լսենք մենք ապահով կերպով կհասնենք մյուս ծայրը ապահով վայրը ուրեմն սիրելիներ զվարճանալ գուցես կամ երբեմն աշխարհիկ բաներով պիտի զվարճանաս պիտի ասես որ մեղք չգասկեն բայց վտանգ կա շինագա որ մեղք չեն եւ հաջող չեք գնալ ուսապին որովհետեւ ցեր ասկագանները բարեկամները այդպես են չեք գնալ ուսապին բայց պետք է սորվի Քրիստոսի ցայնը լսել ամեն օր եթե աշխարհի ցայնը լսեք պետք է Քրիստոսի ցայնն լսեք այդ արիտները ստեղծեք ուրեմն հիմա ես ցեզսի որ դուք երբեմն քրիստոնյա եք ես ալ երբեմն քրիստոնյա եմ դակավին միշտ քրիստոնյա չդարձան քիչ մը արնվեցար որովհետև երկար ժամանակ դերս 20 տարի ծանոթ անցել կան որ ծանոթ ենք կհետևին ինձ 2005 թվականին մեր Հայաստան եմ ես եւ իստայեմ որ այդ մարդիկ լսին որ ես երբ որ հավատացյալ դարձա միշտ դերը մտածեցին միշտ մտածան բայց քեզի վատ լուրն ունի Աստված միշտ մտածել հավատացյալը լավ չէ սա հարցում եմ ասեմ դիեզերքի մեջ Աստծո մասին ամենայն շատ մտածողով է Սատանան է չէ Սատանան չի գա մեկ վարյան որ Աստված չմտածել հետևաբար շարունակ Աստված մտածել չավահում էր որ մենք հավատացյալ ենք որովհետև երբեմն Աստված մտածել վարժություն գրնալավ ինչպես մարդիկ որոշ տեսակի երաժշտությունը գսրեն եւ շարունակ գսեն որոշ անսերալ այսպես քարոզը գսրեն այսպես քարոզի անուշկուկա իրենց որոշ մարդիկ սուքի կարտալ իրենց վարժություն դարձածել լավ է այս բաները բայց Աստված մտածել եւ երկար տարիներ Աստված հաճախ մտածել չավահով էր որ մենք ընդմիշտ հավատացյալ ենք որովհետև պետք է մեր սիրտի մեջ Աստված առնենք պետք է Աստված մեր ամբողջ էությունը լեցնի թե անոր երթը այդ մեր իդեալը բոլորովին Աստծուց լեցնի ուզենք 14-րդ Սամուս ինչ կսե անսկամը իր սիրտի մեջ իսավ թե Աստված չկա իր միտքի մեջ չէ իր սիրտի մեջ իսավ որ Աստված չկա այսինքն հավատքը Աստծո դերը մեր միտքը չէ համայնավարության աբլոնները գիտեն Եգեյսականներն ավելի Աստծո մասին մտածողները աթեիզմի ուսուցիչներ են չէ՞ աթեիզմի պրոֆեսորները անոնք շարունակ Աստծո մասին մտածեն թե փաստենք ինչպես չի Աստված հետևաբար միտքի աշխատանքը չափահով է մեր սիրտի մեջ պետք է ինա Աստծո հիշատակը եւ հոնդե անշարժ կերպով մունա հետևաբար Տեր Հիսուս այդ ճամփան ցույց տվավ տոնի վերջին օրը ոտքի գանեցավ եւ ասավ որ ով որ ծարավի է թոքա եւ խմե ինձի հավատացողին սիրտի մեջ են կենթանի ճուրելու աղբյուրներ պիտի փխին
մտքեն չեն, ինձ հավատացողին սիրտին մեջ են։ Հետևաբար այդ սիրտը մեզի ցույց կտա մեր անձնայը։ Եվ հետզհետե մենք, ինչպես ասենք, ավելի բծախնդիր կդառնան մեր կյանքի նույնիսկ մեր մտածումներու մասին, նույնիսկ մեր երազներու մասին։ Խոստովանանքի ցանկը գիտեք, այդպես կգարտացվի։ Հոնդե խոսք կա երազային քիչությամբ։ Հիմա մենք երազին մեջ մեզի պատահածները գսենք, որ մեր ցերկը չեն, չեն։ Բայց հայրերը գսեն, որ չի գա այդպես բանը։ Երազն ալ քեզի քու մասիդ կբացատրի։ Հետևաբար, երբ որ հավատացյալ գրնաս, կյանք ապրիս, այնադեմ քու ամբողջ կյանքդ պիտի մտածես։ Արթուն եղած, քունի մեջ եղած, Արորյա միտքերը գարնեն քեզի գդանին, եթե դու քեզի ճանչնալ ուզես, պակուգեցիր և ասա, որ ես վերջին 15 վայրկյան ինչ մտածեցի, առանց ուզելու։ Որովհետև առանց ուզելու, առանց ուշադիր դառնալու, քու այդ Արորյայի մտածումներդ իսկության մեջ քու սիրտիդ մեջ եղածները դուրս կգան։ Սիրտդ կբարտացվի միտքիդ, որ այդ բաներու մասին մտածես։ Եվ այսինքն Հիսուսը ուր որ է կանցած սիրտդ հոմբի դուլա։ Հետևաբար սեր այդ Արորյայի բնական մտածումները հետևեցեք, այնադեմ սեր սիրտի որակը մեջտեղ կա։ Եվ կհասկանաք, որ Աստված ձեզ համար մեկ կողմ է, թե ոչ։ Հիմա հարգավտը մենք որոշ իսկացումներ ունենք և գիտենք, որ գադարյալ չենք, մեղավոր ենք, բայց Աստված ողորմած է, այս տարի Նիգյոժողը 1700 տարերից է, հետևաբար եկեղեցիներ կմտածեն, Կոստանդիանոս մեծ գայսր իրավես քրիստոնեությունը ազատ կրոն քրիչագեց և նոր շրջան բացավ քրիստոնեության համար։ Մեծ ծառայություն ցույց տվավ, բայց ինքը մեռնելուց առաջ մգրտվեցավ։ Միայն Կոստանդիանոս չէ, շատ մարդիկ կուզեին, որ մեռնելու ադամ մգրտվեն, որպես մգրտվին, անգե հետո մեղ չկործան։ Այսինքն մաքուր գերբով միս կողմ անցնին։ Բայց հարգավտեն անոր ապահովությունը չկա։ Սիրելիներ, մեր հավատքի մեծակույն ծուգիներեն մեկնալ, մենք մեր հավատքը բահածո ուլալով կսպարենք։ Հիմա ամար գուկա, պանջարեղեններ չեն, հետո ինչ կնեկանոսն են, բահածո, թութուր կպատրաստեք չէ, որպես սմեր ունեք, որովհետև թարմ չեք գնալ գտնել։ Ուրեմն, մեր շատմը հավատքի կործազությունը այդպես բահածո հավատք է։ Ինչ ասել գուզեմ, այսինքն, որոշ մարդիկ գրոնքով գսպալվին, իրենց համար գպավե, ձեսով գսպալվին, իրենց համար գպավե, այդ իրենց պավարարություն գուդա։ Որոշ աղոտները անքիր գսորվին, հայ մերը գիդեն, այսինքն իրենք անցյալին պատրաստված բաները ունին և այդ բաները գսպալեն։ Բայց Հիսուս ասաց մեր հանավազոր, դու մեզ այսօր։ Անիկա միայն այսօրվան մեր գերած հացին համար չէ, հոգևոր հացի համար են այդ։ Մեր հոգևոր սնունդը մեզ է այսօր դուր, մանանան և ինքեն ամեն օր գիչներ, և բահել անիկա գարելի չեր։ Հետևաբար պետք է մենք մեր հավատքը թարմ ունենանք։
պահածոյալ ունենանք, բայց ամեն օր մենք մեր հավատքը թարմացնենք և թարմ ուլալով անիգավտենք, անգյալ Աստուծո կենթանի ապրով հավատք կբահանջենք։ Այո, ուրեմն բարի լուրը ինչ է այս բոլորի մեջ, Դավիթի մասին խոսեցանք, իսկ որ լավ զգացումներ ունի, սամոսներ գրեց, բայց իր հավատքը ընդհատվեցավ մեղքերով։ Բայց երբ որ ընդրվեցավ Դավիթը, Սամուել մարգարեին Աստված ասավ, որ իմ սիրտիս համաձայն մարդն է ան, և իմ բոլոր կամքս պիտի կատարեմ։ Ուրեմն իր սիրտին համաձայնն էր Դավիթը, նույնիսկ մեղքորձած Ադամը։ Սեզեպամը բիդոսը, ասիգա միայն ապլողները գիտեն, որովհետև միտքի հետ կապ չունի ասիգա։ Երբ որ հավատացյալ գտարնակ, ցեր սիրտին մեջ խորհուրդ մի տեղ ապահովությունը գտրվիցես։ Եվ այդ կբադայի։ Մարդը սուրբին գերթա կսե որ պամոսենց է։ Սուրբը կսե որ Աստված գիտես, այո կսե գիտեմ։ Շատ լավ կսե, Աստված քեզի գիտե։ Գենա, անիկա ամեն ինչ գիտե։ Չէ կսե, քեզի գիտե։ Աստված քեզի գիտե։ Կգենա և կսե որ ժամանակ դուրասով պատասխանելու համար։ Գերտա մի շապատ է դոր կուկա, կսե որ այո, Աստված ինձ գիտե։ Ուրեմն, Աստված քեզի գիտե, հոստը պատասխան կուկա։ Եթե այդ պատասխանը չէ եղած, խնդիր ունիս։ Եթե այդ պատասխանը ունիս, այնադեմ Դավիթ մարգարեի վես երբեմն հավատացյալ գնացնա։ Այսինքն հոստը ժպտով պամը, սե որ հոգ չէ, այսինքն ես կեսի կնդունեմ, միայն թե շատ մի հերանար, ան թժիշկերի գերբով մի հիվանդանար, ան թարմանելի սևով անտունտներեն մի ինար, հուտան կանցանագեն քիչ պաներ գքողնար, Չիդեին ամենը, Քրիստոսն ալ գիտեր, խնդիր չէր, բայց երբ որ ծախեց իր դերը $3000, այդ մեծ անկում էր, այն և վեր կարձրանալ չեղավ։ Հետավապար, Աստված գիտե թե մենք ով ենք, և պետք է հարց տանք, թե մեր սիրտին մեջ Աստված իր գնիքը զարգած են, մենք անորինը եղեր ենք, ան մերինը եղեր է, մեր անունը իր ափին մեջ գրած է, անոր խոստումները մենք յուրացուցած ենք, այս պատասխանը եթե ունենք մենք մեր սիրտի մեջ, այն ադեմ մեզի համար հույս կա, որովհետև մենք զինվորյալ եկեղեցի մեկ մասն ենք, կգրվենք, և մեր ամենեն սարսափելի ոսոխը սատանան չէ, մեր եսն է։ Մեր եսը արդեն ինքը ցանած է ցանելիքները։ Մեր եսը մեծակույն հակարակորդն է Աստուծո։ Անոր հետ պիտի պայքարենք հարգավտը։ Բայց պետք է մենք մեր գոմը ստագացնենք և ասենք, որ մենք Աստուծո համար ենք և մեր կյանքը անոր նվիրացենք, այո, կես կատար, բայց մեր բարգացությունները Աստուծնով գլեցվի, Աստված հավատարիմ է և անիկա սկսած կործը մեր կյանքի մեջ իր կատարելին պիտի հասցնե։ Այս կյանքի մեջ, եթե այս կյանքի մեջ չեղավ, մյուս կյանքի մեջ։ Բայց շատ կարևոր է, որ այս կյանքի մեջ սկսի։ Այս կյանքի մեջ ապաշխարենք մենք։ Այս կյանքի մեջ մեր դգարությունները անոր ասենք, կարելի է մեր կատարելակործումը միշտ ծրագիր ուլավով մնա։
այս կյանքի մեջ։ Բայց թող այդ ծրագիրով մեր աչքերը փակենք։ Այսօր ամենն ապահով ճամփան սա է։ Օրը ինչպես կվերջացնես։ Այս գիշեր քունին ինչպես պիտի մտնես։ Աստծունով խաչեթանելով, անոր ցերկերուն հանցնելով, ուրեմն այդ ասիգա սա ըսերը վերջացուցիր։ Երբ որ մեկը շարատություն կսորվի, կամ որևէ գործ մնեք, միշտ կսեն ամենեն կարևորը սկիզբն է և վերջն է։ Մեջտեղ ինչով գլեցինես, բայց առաջինը սկիզբը քնքյան և վերջավորությունը շատ կարևոր է, որովհետև անոնք միտքի մեջ կմնա։ Եվ Աստծո համար շատ կարևոր է մեր սկիզբը, Աստծուց մեր ծնունդը առնելը մեր։ Մեր միտքի ծնունդը Աստծուց է։ Եվ վերջավորությունը։ Եվ այդ վերջավորությունը ծեր կյանքի վերջավորությունը չէ։ Այս օրվան վերջավորությունը է։ Որովհետև քունը փոքր եղբայրն է մահվան։ Հետևաբար, եթե այսօր հանգիստ սիրվով քու մեղքեր տալ Աստծո առջև ծնելով, դեռ ես քու սավադըթեմ, կուզեմ գադարյալը գալ, առանց քեզի չեմ գնալու գալ, օգնեցիր ինձ մինչև այսօր, մինչև այս գիշեր, քու ցերկերուտ կանցնեմ իմ հոգիս։ Քու գտեմ։ Պատրաստեմ, եթե այսօր ընդհատվի իմ կյանքս։ Երբ որ ասիգա գսեք, վաղնալ ասիգա գսես, մյուս վաղնալ ասիգա գսես, օրգուպի իրավես պիտի վերջանան։ Անոր համար սիրելիներ, սեր գրիվը, սեր բայկարը շարունակեցեք, ուրեմն Բողոս Արաքյալի Կորինթացիներու առաջին նամակին գրած 9-րդ գլուխեն գարտանք և ավարտենք մեր խոսքերը։ Չգիտեք, որ եթե մրցած պարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը, այնպես վազեք, որ հասնեք մրցանակի։ Մարզիկներն ամեն ինչում ժժգար են, նրանք սա անում են ապագանելի թափնեպսակ ստանալու համար, իսկ մենք անելց անգործանալի։ Արդ, ես ճիշտ այսպես եմ վազում, ոչ աննպատակ, մրցում եմ այնպես, ոչ թե օդը ծեծելով, բայց մարմինս ճնշումներու եմ ենթարկում և զսպում